Սրտի տանիքներով Մուսա Production Ողջույն, բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ եմ, որ համաձայնվել ես, որ մենք տանիքում զրուցենք միասին, որովհետև անձնավորություն, որը ունի մոտավորապես 17 միլիոն հետևորդ, այսքան երիտասարդ տարիքում դա շատ մեծ ձեռքբերում է ու ես շատ ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք այստեղ միասին ու կարող ենք անկեղծ զրույց ունենալ։ Բարև ձեզ, կներեք ջան։ Բարի գալուստ Լուկա ջան։ Մերսի շատ։ Աճպարարությունը միշտ իմ սրտում է եղել, դեռևս վաղ հասակից։ Ես 6 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել աճպարարությամբ։ Պատկերացրեք, փոքր Լուկան ընդամենը 6 տարեկան զբաղվում է աճպարարությամբ։ Իմ քեռին էր, որ ինձ ծանոթացրեց աճպարարության աշխարհին։ Նա շատ հասարակ հնարքներ էր անում։ Օրինակ կարող էր ականջից հետևից մի փոքր մետաղադրամ հանել, կամ որևէ կտրող գործիքով ինչ-որ մի հնարք անել։ Դրանք շատ պարզ հնարքներ էին, բայց ես հիացած էի այդ ամենով։ Եվ ամեն անգամ, երբ հարցնում էի, ախր դու ինչպես ես դա անում, նա ասում էր, ես չեմ կարող դա քեզ ասել։ Եվ հետո ասում, հիշիր, աճպարարության աշխարհի կարևոր սկզբունք է։ Մենք երբեք չենք բացահայտում մեր գաղտնիքները։ Դա էր պատճառը, որ ինքս ինձ ասացի, ես անպայման պետք է հասկանամ, թե ինչպես են այս մարդիկ նման հնարքներ անում։ Երբ երեխա էի, ծնողներս ինձ սուրբծննդյան տոների առթիվ նվիրեցին մի փոքրիկ հավաքածու, որը ուներ տարբեր հնարքների ուղեցույցեր։ Հենց այդպես սկսեցի բացահայտել այդ աշխարհն ինձ համար։ Այդ ամենը ինձ իսկապես դուր էր գալիս։ Տարիների ընթացքում ես արեցի ամեն ինչ, որ սովորեմ այդ ամենը։ Գրքեր էի կարդում, տեսանյութեր էի դիտում։ Գուցե 6-ից 12 տարեկան հասակում էր, որ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել աճպարարության աշխարհը, եւ հասկացա, որ այդ ամենը իսկապես շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Ես փոքրիկ երեխա էի, ով իր համար ուզում էր բացահայտել աճպարարության աշխարհը։ Մի բան էլ պատմեմ քեզ։ Երբ փոքր էի, ծնողներս պատրաստվում էին արձակուրդ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իսկ քանի որ ես այդքան շատ էի սիրում աճպարարությունը, նրանք որոշեցին գնալ Լաս Վեգաս։ Չէ, ոչ թե շահումով խաղերի համար, այլ որովհետև ըստ երևույթին Լաս Վեգասն աճպարարության մայրաքաղաքն է։ Եվ աշխարհի ամենահայտնի աճպարարները, ինչպիսին է օրինակ Դեյվիդ Կոպերֆիլդը, հենց այդտեղ են ելույթ ունենում։ Չգիտեմ, ճանաչում եք Դեյվիդ Կոպերֆիլդին։ Եթե կհիշեք, նա ազատության արձանը անհետացրել է։ Այդ ժամանակ ես 8 կամ 9 տարեկան էի։ Տեսա Կոպերֆիլդին կենդանի իմ առջև կանգնած։ Նա մի հնարք ունի, որտեղ շոուից ինչ-որ մի բան է նետում հանդիսատեսի կողմը, եւ ով բռնում է, կարող է դուրս գալ բեմ եւ նրա հետ շարունակել ելույթը։ Ես անհամբեր սպասում էի այդ պահին։ Նա նետեց ու ես բռնեցի։ Չգիտեմ հայերեն ինչպես ասեմ, երևի խելահեղ զգացմունքներ էին։ Նա նետեց, 2000 մարդ կար, բայց հենց ես բռնեցի, պատկերացնում եք։ Ես զգացի, որ կարծես ընտրված լինեմ այդքան մարդու միջից։ Ես կանգնած էի, նայում էի իմ լեգենդին, Կոպերֆիլդին եւ սպասում էի, որ վերջապես բեմ կկանչի ինձ։ Բայց նա ասաց. «Դու շատ փոքր ես, երիտասարդ, տուր դա մորդ»։ Ու այդպես իմ մայրն էր, որ դուրս եկավ բեմին փոխարեն Կոպերֆիլդի հետ շոուն շարունակելու։ Բայց ինչևէ, ես շատ տխուր էի, բայց զգում էի, հիմա ես պետք է անպայման աճպարար դառնամ։ Եվ մի օր անպայման կհանդիպեմ Կոպերֆիլդին ու կասեմ. «Այս անգամ դու ինձ պետք է բեմ հրավիրես»։ Լուկա, ես գիտեմ, որ դեռ դպրոցական տարիքից սկսել ես ելույթ ունենալ հարսանիքներում, տարբեր միջոցառումներում, մարդկանց առջև, արել ես քո աճպարարական հնարքները ու արդյոք այդ ժամանակ արդեն դրամ էիր աշխատում այդ ելույթներով եւ քո ծնողների զգացմունքները, վերաբերմունքը այդ ամենին, իրենք հիանում էին, ուրախանում էին, թե ինչ որ կերպ դա իրենց անհանգստացնում էր, այդ վաղ տարիքից այդպիսի մասաների առջև ելույթ ունենալ ու նման ճանապարհով դրամ վաստակել։ Դե ինչպես ասեցի, մանկուց զբաղվում էի աճպարարությամբ։ Դեռ դպրոցում էի, երբ սկսեցի տարբեր աճպարարական հնարքներ անել մարդկանց համար։ Մարդիկ ուղղակի խելագարվում էին։ Բայց մի պահ եկավ, երբ պետք է արդեն որոշում կայացնեի, ինչ ճանապարհով գնալ։ Իրականում դպրոցում լավ էի սովորում։ Ինժեներական մտածողություն ունեի։ Ձեռք էի բերել որակավորումներ եւ ունեի շատ լավ հնարավորություն համալսարան ընդունվելու։ Բայց սրտիս խորքում ես ուզում էի աճպարար դառնալ։ Ստացա համալսարանից առաջարկ, բայց ասեցի. չեմ կարող։ Չէ, ուղղակի չեմ կարող։
Պիտի հետևեմ իմ երազանքին ու վերջ։ Ես պետք է իմ ուզածն անեմ։ Այդ պահին մայրս ու հայրս տարբեր կարծիքներ ունեին։ Մայրս ասաց. «Արա այն ինչ ուզում ես»։ Իսկ հայրս ասաց. «Պիտի կրթություն ստանաս, պիտի գնաս համալսարան, պիտի նորմալ գործ ունենաս»։ Ես շատ լավ եմ հիշում այդ օրը։ Մտա սենյակ, նայեցի հորս ու ասացի. «Պապ, ես համալսարան չեմ գնալու։ Ես պետք է աճպարար դառնամ»։ Նա չկարողացավ հավատալ։ Շատ կոշտ արձագանքեց, զայրացավ։ Հիմա իհարկե հպարտանում է, բայց այն ժամանակ շատ դժվար էր այդ խոսքերը լսել նրանից։ Բայց ես պիտի անեի այն, ինչ իսկապես ուզում էի։ Մի տեսակ հավատ ունեի իմ ներսում։ Վստահ էի, որ եթե անեմ այն, ինչ որ ուզում եմ, իսկապես կստացվի, ես կհաջողեմ։ Չեմ էլ կարող ասել ինչու, բայց գիտեի, որ կկարողանամ։ Եվ ամեն ինչ սկսվեց։ Սկսեցի աշխատել։ Տարբեր միջոցառումների էի մասնակցում, հարսանիքներ, ընկերական միջոցառումներ, մասնավոր խնջույքներ, ու շատ արագ սկսեցի գումար աշխատել։ Ամբողջ ժամանակս դրանով էի զբաղված։ Արի մի հիմնարկ քեզ ցույց տամ։ Դու հարցնում ես, չէ՞ ինձ ինչպես եմ գումար աշխատում։ Դու երևի մոռացել ես, որ ես աճպարար եմ ու ես տարբեր կերպով կարող եմ գումար աշխատել։ Արի քեզ մի բան ցույց տամ, բայց սկզբի համար դու ինձ պետք է գումար տաս։ Չէ, շատ գումար հարկավոր չէ, շատ քիչ գումար, ինչ կա որ կկարողանաս տալ։ What is what? 1000 դրամ, խնդրեմ։ Ընդամենը 1000 դրամ, չես կարող ավելին տալ։ No. I'm sorry. Բախտդ բերել է, որ ես աճպարար եմ։ Անկեղծ եմ ասում, բախտդ բերել է, որ ես աճպարար եմ։ Հիմա տես սրանով ինչ մի հետաքրքիր հնարք կանեմ քեզ համար։ Կարող ես արձակել այն։ Այո, խնդրեմ, արձակիր, ուղղակի արձակիր եւ հետ տար։ Այո։ Մյուսն էլ թե կարելի է։ Այո, այդպես, հետ տար։ Տես, այստեղ ոչ մի բան չկա։ Տես, 1000 դրամ է։ Ուշադիր նայր մոտիկից, ես այն ծալում եմ։ Եվս մեկ անգամ եմ ծալում։ Ծալում եմ եւ այն ավելի փոքր ծրարի եմ վերածում կարծես։ Էլի եմ ծալում, ուշադիր նայր։ Եվ ահա ինչ է այն դառնում։ Եվ այն փոքր ծրարից վերածվում է ավելի արժեքավոր մի թղթադրամի։ Վերածվեց 100,000 թղթադրամի։ Ոնց արեցիր։ Չէ, դա իմ գումարն էր։ Հետ տուր այն ինձ, ինչու ես վերցրել ինձանից։ Thank you. Իմ 1000 դրամը կախարդեցիր։ Լավ կատակում եմ, սակոնն է, վերցրու։ Ես քո էջում տեսա, որ դու մասնակցել ես Հելենի շոուին, իսկ ես իրան շատ եմ սիրում։ Երբ հրավերը ստացար sense թրջկոտում էր, երջանկությունից երբևէ կպատկերացնեիր, որ դու կարող է իր հյուրը լինես։ Շատ լավ, ինչպես հասկանում եմ, դու հայ Էլենն ես։ Էլեն շոու նկատի ունեմ, էլի։ Դե լավ, ինչպես արդեն ասեցի, սկսեցի սոցիալական մեդիայի համար հոլովակներ նկարել։ Ես ուզում էի, որ դրանք ունենային համաշխարհային դիտումներ ու ինձ տեսնեին ամենուր, բոլոր երկրներում։ Սկսեցի տարբեր տեսանյութեր նկարել։ Շուտով սկսեցինք հրապարակել դրանք ու դիտողների թիվը գնալով ավելանում էր, միլիոնավոր դիտումներ։ Եվ երբ ամբողջ աշխարհում այդքան մարդ է նայում, բոլորը սկսում են նկատել քեզ։ Հետո դրանից հնարավորություններ են բացվում։ Այդ ժամանակ դե մի քիչ հնարավոր է զավեշտալի ինչի, բայց ես դեռ աշխատում էի տարբեր միջոցառումներում ելույթներ ունենալով։ Այդպես էի փող աշխատում։ Բայց ես սկսեցի սոցիալական մեդիայի համար տեսանյութեր հրապարակել, որոշեցի, որ այլևս չեմ ուզում գումար աշխատել տարբեր միջոցառումներում ելույթ ունենալով։ Ուղղակի տեսանյութեր էի պատրաստում։ Ռիսկի դիմեցի ու դեռ փող չէի աշխատում։ Բայց մի օր զանգ ստացա։ Ու պատկերացնում ես Էլենի շոուից։ Զանգի պատճառն այն էր, որ իմ այդ տեսանյութերից մեկը ցուցադրվել էր ամերիկյան հեռուստատեսությամբ, ու հենց դա էր հայտնվել Էլենի շոուում։ Բանն այն է, որ Էլենի շոուի ընթացքում փնտրում էին մի աճպարարի, որպեսզի հրավիրեին հաղորդման, քանի որ Էլենը շատ է սիրում աճպարարություն։ Եվ ես ստացա այդ զանգը։ Խոսեցինք, եւ հաջորդ բանը, որ հիշում եմ, արդեն ինքնաթիռի մեջ էի։ Թռնում էի դեպի Լոս Անջելես, որ մասնակցեմ այդ շոուին։ Դա շատ հուզիչ էր։ Խենթ իրավիճակ էր, քանի որ բոլորը գիտեն այդ շոուն։ Տեսել էի, թե ինչպես են մարդիկ այնտեղ նստում, ինչպես է կազմակերպվում ամենը։ Ու մտածում էի, մի ժամանակ էկրաններից այն կողմ է այս ամենը նայում։ Իսկ հիմա ինքս եմ նստած այստեղ։ Ու Էլենը ընդամենը մի քանի քայլ այն կողմ է ինձնից։
Ես իհարկե գիտեմ, որ Էլենի շոուի շուրջ տարբեր բաներ էին պտտվում, տարբեր խոսակցություններ, բայց իմ փորձից կարող եմ ասել, որ ինքը շատ հաճելի մարդ էր։ Նա ուներ շատ նուրբ արվեստ։ Նա կարողանում էր հանգիստ ու ազատ զգալ եւ քեզ էր ստիպում էր, որ դու այդպես քեզ զգաս։ Երբ նստում ես, դա հենց առաջին անգամն է, որ տեսնում ես Էլենին։ Մինչ այդ հանդիպման հնարավորություն չես ունենում։ Նստեցի, Էլենը իմ առջև։ Ասացի. «Բարև Էլեն»։ Ինքն էլ բարև։ Ու ես ինձ շատ հանգիստ էի զգում։ Կարծես ուղղակի հյուրասենյակում նստած լինեի ընկերոջս հետ։ Շատ բնական մթնոլորտ էր։ Ամեն ինչ այնքան լավ էր, ուղղակի հիասքանչ։ Ու վերջում նա համբուրեց ինձ ու ասաց. «Դու միշտ կարող ես վերադառնալ, երբ ուզես»։ Ցավոք շոուն փակվեց ու ես այլևս չկարողացա վերադառնալ։ Բայց գիտես ինչ, դա հրաշալի էր։ Այդ փորձը ինձ տեղափոխեց մի կետից դեպի ավելի բարձր կետ, քանի որ դա աշխարհում ամենամեծ հեռուստաշոուներից մեկն է։ Բոլորը տեսել են Էլենին։ Դա իսկապես անհավանական էր։ Շատ արագ, երբ սկսեցի տեսանյութեր հրապարակել, գուցե 2-ից 3 ամիս հետո, դրանք արդեն շատ դիտումներ ունեին, եւ հենց այդ ընթացքում ստացա Էլենից առաջարկ։ Այդ պահից ես հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ։ Բայց դա դեռ ոչինչ է համեմատած մի բանի հետ։ Եվ դուք տեսնում եք, որ ես հիմա Հայաստանում եմ, եւ իհարկե դա չես համեմատի այս շոուի հետ, որ հիմա մասնակցում եմ։ Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել։ Դե ինչպես ասեցի, ինձ համար դու հայկական Էլենն ես։ Շնորհակալ եմ մեծ հնարավորության համար։ Իսկ երբևէ եղել է, որ ելույթ ունենաս հանրության առջև ու հանկարծ այդ ֆոկուսը չստացվի։ Շատ կուզեի ասել, որ իսկական մոգ եմ, ինչպես Հարի Փոթերը, ու երբեք չեմ կարող սխալվել, բայց ցանկացած բանում հնարավոր է սխալվել։ Գիտես քնարիկ, քեզ մի բան պետք է խոստովանեմ։ Աճպարարության գեղեցիկ կողմը հենց այն է, որ մարդիկ իրականում չգիտեն, թե ինչ հնարք ես պատրաստվում անել։ Նրանք չգիտեն, թե որն է լինելու քո հաջորդ քայլը։ Հենց դրանում է գեղեցկությունը։ Ու դրա համար էլ երբ սովորում ես, հենց այդ ընթացքում պետք է կարողանաս տարբեր ուղղություններ ուսումնասիրել։ Փորձես տարբեր հնարքներ սովորել, տարբեր տեխնիկաների կարողանաս տիրապետել։ Օրինակ, պատկերացրու քարտերով մի հնարք ես անում։ Ու ես օրինակ ասում եմ մարդուն. «Սա քո քարտն է»։ Եվ դու ասում ես, որ ոչ, սա իմ քարտը չէ։ Խառնում եմ քարտերը ու հանկարծ այն դառնում է քոնը։ Միգուցե սխալ քարտ եմ վերցրել, բայց դու մտածում ես. «Վայ, էս ինչ հետաքրքիր ու հմուտ աճպարար է, որ փորձում էր ինձ շփոթեցնել»։ Բայց երբ անգամ ստացվում է այնպես, որ մի բան լրիվ սխալ է գնում, պետք է ուղղակի ծիծաղել։ Դրա մեջ էլ իրականում հումոր կա։ Ինչ էլ այսօր լինի, ամոթալի անհաջող ինչ-որ մի բան, մի տարի հետո դառնում է զվարճալի մի պատմություն, որ ընկերներիդ կարող ես պատմել ու մի լավ ծիծաղեք։ Դրա համար էլ միշտ այդպես եմ մտածում։ Եթե մի բան չի ստացվում այսօր, ոչինչ։ Գիտեմ, որ դու ելույթ ես ունեցել նաև արքա Չարլզի 70-ամյակին, ճիշտ եմ, ու արդյոք տարբերություն կա քեզ համար, թե ում առջև ես օրինակ ելույթ ունենում։ Կա ինչ-որ ավելորդ հուզվածություն, անհանգստություն, որ դա արքայական ընտանիքն է ու իրենք քեզ պիտի նայեն ու դու պիտի իրեն զարմացնես։ Դա նրա 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում էր Լոնդոնում գտնվող հայտնի London Palladium մեծ դահլիճում։ Միգուցե շուրջ 3000 տեղ ունի այդ դահլիճը։ Իսկապես հսկա տարածք է։ Եվ դա նրա 70-ամյակի միջոցառումն էր, այո։ Միջոցառման հյուրերն էին աշխարհի լավագույն կատարողներ։ Կային նաև շատ աճպարարներ՝ Penn Tellerը, Rowan Atkinsonը, հենց ինքը Mr. Bean-ը։ Նա այնտեղ էր, շատ լավն էր։ Հանդիսատեսը ուղղակի հիանալի էր։ 3000 հոգի, հրաշալի մթնոլորտ։ Բայց գիտես, ամենից զվարճելին այն էր, ինչ ինձ հետ պատահեց։ Ես հանդիսատեսի շարքում էի։ Այդ դահլիճը 3 հարկ ունի, ու միջին հարկն ունի մի հատուկ բաժին, որը կոչվում է թագավորական օթյակ։ Երբ արքայական ընտանիքից որևէ մեկը լինում է ներսում, թագուհին, թագավորը կամ արքայազնը հենց այդ բաժնում են նստում, իրենց համար նախատեսված հատուկ նստատեղերով։ Եվ ինչ որ կերպ ստացվեց, որ ես նույն բաժնում էի, ինչ նրանք։ Երբ միջոցառումը հասավ ընդմիջման, մոտեցավ ինչ որ մեկը, որին ես չէի ճանաչում։ Արքայազնի թիմից էր ու հարցրեց. «Դու աճպարարությամբ ես զբաղվում»։ Ասացի. «Հա, քարտեր ունեմ ինձ մոտ»։ Ասաց. «Արի իմ հետևից, գուցե հատուկ հնարքներ ցուցադրես այսօր»։
Ես էլ բարձրացա մի փոքր սենյակ։ Իրականում շատ փոքր սենյակ էր։ Գուցե ընդամենը 6 հոգի կարողանային տեղավորվել այնտեղ։ Ու մենք սպասում էինք։ Եվ ինձ ասացին, որ կարծում ենք արքայազնը կգա այստեղ։ Բանն այն է, որ արքայազն Չարլզն ու իր կինը Կամիլան ընդմիջմանը հենց այդ սենյակ են գնում։ Մի քիչ հանգստանալու, ինչ-որ մի բան ուտելու կամ խմելու։ Մենք սպասեցինք մոտ 5 րոպե ու հետո ներս մտավ հենց ինքը արքայազնը։ Բոլորին հերթով բարևվեց, ձեռք սեղմեց ու մոտեցավ ինձ։ Իմ ձեռքն էլ սեղմեց։ Ես նրան ասացի. «Բարև ձեզ, ես Լուկան եմ եւ ես աճպարար եմ»։ Ասաց. «Օ, աճպարարություն, ես շատ եմ սիրում դա»։ Նա իրականում աճպարարության մեծ երկրպագու է։ Ես էլ ասացի. «Թույլ տվեք մի հնարք ցույց տամ»։ Ասացի. «Մի քարտ մտապահեք»։ Եվ ինքս մի քարտ վերցրի ու դրա վրա նշում արեցի։ Նա ասաց. «Չեմ հիշում թե ինչ քարտ ասաց, գուցե հենց արքայի պատկերով մի քարտ նշեց, ինչը շատ զվարճալի կլիներ»։ Բայց երբ ցույց տվեցի, դա հենց այն քարտն էր, ինչի մասին ինքը մտածել էր։ Ասաց. «Վայ, սա հիանալի է»։ Ու ինձ շատ հաճախոսություններ արեց։ Ասաց, որ շատ լավ է, որ նման հնարքներ եմ կարողանում կատարել։ Ու այստեղ օգտագործեց բրիտանական մի արտահայտություն, որը հետևյալ կերպ է հնչում. Gift of the gap, այսինքն, որ կարողություն ունես նաև շատ լավ խոսելու։ Հետո արքայազնը սկսեց շրջել սենյակում եւ տեսա Կամիլային, նրա կնոջը։ Նրա համար էլ աճպարարություն արեցի։ Նա եւս շատ հիացած էր։ Ու ինձ ասաց. «Դու պիտի բեմում լինեիր»։ Ես էլ ասացի. «Շատ շնորհակալ եմ»։ Ամբողջ փորձն ուղղակի անիրական էր։ Նման բան, երբ տեսնում ես հեռուստատեսությամբ եւ տեսնում ես նման մարդկանց, երբեք չես սպասում, որ մի օր այդ մարդկանց իրական կյանքում կտեսնես։ Ու հանկարծ գտնվում ես նրանց հետ մի փոքր սենյակում, մի հյուրասենյակ հիշեցնող սենյակում։ Ու նա մտնում է ներս եւ քեզ հաճախոսություններ անում, ասելով, որ հպարտ է քեզնով, որ շատ լավ ես անում քո գործը։ Իհարկե, այդ պահին մի փոքր լարված էի, երբ նրանց առաջ պետք է հնարքներ անեի։ Այն հնարքը, որ արեցի, հեշտությամբ կարող էր չստացվել, բայց ստացվեց։ Ճիշտ քարտ էի վերցրել, եւ ես ինքս էլ զարմացած էի, բայց ամեն բան լավ ստացվեց։ Բայց պատմության ամենազավեշտալի մասը դեռ առջևում է։ Եվ վերադարձանք վերև շոուի երկրորդ մասի համար, իմ քույրը ներքևում նստածներից մեջ էր։ Բոլորն իրենց տեղերում էին, ես էլ իմ տեղում, շարքի վերջին նստարանում։ Միջոցառման պատասխանատուներն ասեցին, որ խնդրում ենք բոլորը կանգնեն, արքայազն ու Կամիլան վերադառնում են դահլիճ։ Եվ իհարկե բոլորը կանգնեցին։ Արքայազն ու Կամիլան քայլեցին սրահով։ Մի պահ արքայազնը շրջվեց, տեսավ ինձ ու հարցրեց. «Դե ինչ, էլի հնարքներ ունես ինձ համար»։ Իսկ շուրջս գտնվող մարդիկ ասում էին. «Ինչպես թե, դու ճանաչում ես արքայազն Չարլզին»։ Եվ ես ասացի. «Այո, ինքն իմ ընկերն է»։ Դա ուղղակի հրաշալի պահ էր։ Նա ինձ հիշեց ու էլի հաճախոսություն արեց։ Մի քիչ լարված էի, բայց ամեն ինչ այնքան հրաշալի անցավ։ Եվ արքայազնը շատ հաճելի ու բարի մարդ է։ Լուկա, իսկ մաման դու ասացիր, որ ի սկզբանե ինքը քեզ սատարում էր ու մոտիվացնում էր, այսինքն թույլ էր տալիս, որ դու զբաղվես նրանով, ինչը որ քեզ ոգեշնչում, ուրախացնում ու տոն է պարգևում։ Մենք հայերս միշտ ասում ենք, որ տղամարդը առհասարակ ընտրում է իրեն համար այնպիսի կին ապագայում, որը նման է իր մամային։ Բայց երբ որ փնտրում ես ակամա քեզնից մամայի նման են լինում այդ աղջիկները, արտաքինով, բնավորությամբ։ Իմ մայրը հրաշալի անձնավորություն է։ Ես շատ եմ սիրում նրան։ Բայց մի բան կա, որ կարծում եմ հենց դա եմ որոնում կնոջ մեջ։ Արդյոք նա լավ մայր կլինի երեխաների համար։ Ցանկացած կին, ով ասում է ես չեմ ուզում երեխա ունենալ կամ ես երեխաներ չեմ սիրում, չգիտեմ, ես չեմ պատկերացնում նրա հետ իմ ամբողջ կյանքն անցկացնել։ Ոնց կարող ես նրան տեսնել որպես կյանքի զուգընկեր։ Ինձ համար շատ կարևոր է իմ գեները փոխանցել այս աշխարհին։ Շատ որդիներ եմ ուզում ունենալ։ Իսկ եթե նա երեխաներ չի սիրում, բա ոնց պիտի անեմ։ Ես հիմա արդեն գիտեմ, ինչ պետք է անեմ եւ գիտեմ պատասխանը։ Ինձ հայկին է հարկավոր։ Ճիշտ չեմ։ Թվարկենք, թե ինչ հատկություններ ունի հայկինը։ Հայկինը ավանդապաշտ է, հաստատ գիտի ինչպես տոլմա պատրաստել, հասկանում է ինչ է նշանակում լինել լավ մայր։ Իր մորից էլ հաստատ լավ օրինակ է վերցրել։ Նա հավանաբար հավատքով է ապրում, սիրում է իր երկիրը, բայց միևնույն ժամանակ սիրում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով։ Ես կարծում եմ, հենց այս ավանդական, բայց միևնույն ժամանակ խելացի ու զգայուն հատկանիշներն են, որ ես փնտրում եմ կնոջ մեջ։
տպավորված եմ, որ դու այսքան լավատեղյակ ես մեր հայ աղջիկներից, մեր սովորություններից, մեր մշակույթից, մեր տրադիցիաներից, բայց ինձ շատ հետաքրքիր է, երբ որոշեցիր, որ պիտի գաս Հայաստան ու ինչն էր այդ դրդապատճառը, որովհետև Հայաստան ինքը փոքրիկ երկիր է, շատ ջերմ, շատ տաքուկ, շատ գունեղ, բայց հետաքրքիր է ոնց կայացրեցիր որոշումը հենց այցելել Հայաստան։ Իմ առաջին այցը Հայաստան եղավ 2021 թվականի սեպտեմբերին։ Դա լրիվ պատահական ուղևորություն էր։ Նույն սեպտեմբեր ամսին ես մի քանի երկրով էի շրջում։ Իրականում այդ նույն ամսվա ընթացքում 10 տարբեր երկրներում էի եղել։ Մի քանի օր ունեի, մինչև պետք է վերադառնայի Դուբայ, որտեղ այդ ժամանակ ապրում էի։ Նայում էի ուր գնամ, ինչ տեսնեմ։ Ու մեկ էլ մեկը զանգեց ինձ ու հարցրեց. «Բա ինչու Հայաստան չես գնում»։ Ստուգեցի Թբիլիսից դեպի Երևան թռիչքները։ Պարզվեց ընդամենը 30 րոպե։ Հիշեցի, որ արդեն որոշ լավ բաներ լսել եմ Հայաստանի մասին ու մտածեցի, ինչու չփորձել։ Տեսնեմ, թե ինչ երկիր է Հայաստանը։ Ամրագրեցի թռիչքը ու եկա Երևան։ Նախքան Հայաստան գալը ես մի ամբողջ ամիս անցկացրել էի Վրաստանում։ Իմ տպավորությունները լավ երկիր էր Վրաստանը, բայց Հայաստանը ավելի լավն էր։ Չեմ ուզում վրացիներին նեղացնել, հուսամ հիմա ոչ մի վրացի ինձ չի լսում։ Բայց հենց Երևանի մեջ գտա այն ինչ որ որոնում էի։ Ընդամենը 1 ժամ հետո արդեն մտածում էի Երևանի ամեն ինչն ավելի լավն է, քան Թբիլիսիինը։ Առաջին վայրը որ տեսա, Հանրապետության հրապարակն էր։ Ջրեր, շատրվաններ, ասացի սա ուղղակի աներևակայելի է։ Քայլեցի հյուսիսային պողոտայով ու մտածեցի, ինչ գեղեցիկ քաղաք է։ Միանգամից զգացի ջերմություն, մարդկանց ջերմ վերաբերմունքը։ Սկսեցի տեսանյութեր նկարել։ Հենց այդ ժամանակից սկսեց իմ առաջին հայկական տեսանյութերը։ Ինձ համար զարմանալի էր այն արձագանքը, որ ստացա։ Գիտես, ես շատ երկրներում եմ եղել, շատ տեղերում եմ նկարվել, բայց այն արձագանքը, որ հայերից ստացա, երբ տեսանյութեր էի նկարում իրենց երկրում, լրիվ ուրիշ էր։ Հայերն ուղղակի խենթանում էին։ Ես շատ հայ հետևորդներ ձեռք բերեցի։ Շատ տարբեր մարդիկ սկսեցին նայել ինձ ու մտածեցի. երևի Երևանում հանդիպում կազմակերպեմ։ TikTok-ում տեսանյութ նկարեցի ու ասացի. վաղը առավոտյան ժամը 7-ին Կասկադում հանդիպում ենք։ Հենց այդ տեսանյութն էր, որ շատ դիտումներ հավաքեց այստեղ։ Բայց ես անկեղծ ասած չգիտեի ինչ սպասել։ Մտածում էի, տեսնես մարդիկ կգան թե ոչ, կկայանա այդ հանդիպումը թե ոչ։ Բայց երբ գնացի ու անցավ մի 2 ժամ, արդեն 200-ից 300 մարդ էր եկել ինձ տեսնելու։ Ես Երևանում ընդամենը 4 օր մնացի, բայց ինձ համար դա ուղղակի խելահեղ փորձառություն էր։ Այդ առաջին այցի ընթացքում ես այնքան լավ մարդկանց հանդիպեցի, այնքան ջերմություն զգացի, որ այստեղ ես ինձ տանն եմ զգում։ Շատ յուրահատուկ վայր է Երևանը։ Մինչ այդ տարբեր երկրներում եմ եղել, բայց Հայաստանը դարձավ իմ ֆավորիտը։ Հիմա ես ամբողջ տարին չէ, որ այստեղ եմ ապրում, բայց երբ Երևան եմ վերադառնում, գնում եմ քաղաքի տարբեր անկյուններ ու ամեն անգամ, երբ հետ եմ գալիս, զգում եմ, որ ես տուն եմ վերադարձել։ Եթե պետք է նշեմ, թե ինչն եմ սիրում ձեր երկրում, առաջինը պետք է նշեմ մարդկանց։ Հայերը շատ ջերմ են օտարների հանդեպ։ Իրենք շատ են ուրախանում, երբ մեկը գալիս է իրենց տուն։ Հայերն իսկապես հպարտ են, որ հայ են, բայց դա մի տեսակ այլ հպարտություն է։ Ու գիտես, թե որն է ամենահետաքրքիրը։ Ես հիմա տեսնում եմ, դու լսում ես ինձ ու աչքերդ փայլում են։ Ինձ թվում է, որ դու իսկապես ուրախ ես լսել, որ ես սիրում եմ Հայաստանը։ Ես դա զգում եմ քո աչքերից։ Ես եղել եմ աշխարհով մեկ։ Երբ մեկին ասում ես, ես սիրում եմ քո երկիրը, նրանք ուղղակի ասում են, լավ, բայց հայերը, երբ լսում են, որ որևէ մեկը սիրում է իրենց երկիրը, ուղղակի լցվում են ուրախությամբ։ Հիմա փորձեմ այս ամենը մի օրինակով բացատրել։ Հայաստան երկիրը դա տուն է, իսկ դուք հայ ժողովուրդը տան ընտանիքի անդամներն եք։ Եվ երբ հյուր ես գալիս այդ տուն, դուք ասում եք. «Արի մեր տուն, սա քո տունն է, ներս արի, նստի, ահա գինին, ահա կոնյակը, ահա ընթրիքը»։
Եվ դու իսկապես ոչ թե քեզ հյուր ես զգում, այլ զգում ես քեզ տանը։ Ու այդ զգացողությունն է, որ շատ առանձնահատուկ է դարձնում այս երկիրը։ Այսքանը հիասքանչ երկիր ունենք։ So much. Ես շատ շնորհակալ եմ քեզ, որովհետև այսպես ջերմ արտահայտվել Հայաստանի մասին, որը քեզ համար տամպես է ընդունում քեզ ու այսքան ջերմ հայերիս մասին արտահայտվելը, դա մեզ համար, ինձ համար շատ հուզիչ է ու շատ շնորհակալ եմ քեզ այսպիսի արձագանքի համար։ Հիմա ուրեմն մեր սիրելի Իտալ Սոլարը բերում է տեղադրում է իր արևային կայանները, իրանք էլ են ֆոկուսանում։ Արևից ստանում են էներգիան ու էլ ընդհանրապես գումար մարդիկ չեն վճարում հոսանքի դիմաց։ Ուրեմն դու ասացիր, որ կարող է քո կինը ապագայում հայ լինի, չէ՞, որտեղ դու հայ աղջիկների սիրել ես։ Ուրեմն երբ որ դու այստեղ տուն-տեղ ստեղծես, զանգահարում ես 8128 Իտալ Սոլար, էլ ֆոկուսի կարիք էլ չի լինում։ Իրենք են ֆոկուսանում, էլ դու չես վճարում հոսանքի դիմաց։ Հիմա կզանգես Իտալ Սոլար, երբ որ գազ Հայաստանում ամուսնանաս ու արևային կայան դնես։ Անպայման։ Լուկա ջան, ուրեմն խմելու ենք ֆրունզիկ գինի, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից ստեղծված։ Ուրեմն ֆրունզիկը իրեն բոլորս ֆրունզիկ էինք անվանում, բայց ինքը մեծանուն հայ արտիստ Մհեր Մկրտչյանն է։ Ու ինձ թվում է, եթե ինքը Հոլիվուդում ծնվեր, ինքը կլիներ ֆանտաստիկ հանրաճանաչ դերասան կրկին, ու հիմա մենք վայելելու ենք այս գինին միասին։ Շատ լավ։ Frunzik. Yes. Okay. Let's see. Սա էլ ինձ համար։ Էլի։ Պատկերացնում եք, նա ուզում է ինձ արբեցնել։ Վստահ եմ, որ դու Լուկա ջան մի կումա փորձես, ուզենալու ես էլի ու էլի։ Մեր ֆրունզիկ գինին փորձես։ Ես պետք է նույն չափ լցնեմ, ինչքան որ քոնն է։ Դրանք նույն չափ են։ I think so. Կարծես է նույն չափ են։ Ինչպես հասկացա, սա հենց հայկական հյուրասիրությունն է։ Mamma mia. It's good. Shut love. Հայլուն։ Wait, should we do the... Ah, I like it. I like it. Ստաբիլություն, ազատություն։ Ազատություն։ Լինել նույն տեղում դա ձանձրալի է։ Մտքով թե սրտով։ Սիրտը եւ միտքը պետք է հավասար լինեն մի գծի վրա։ Դու չես կարող մտածել մի բան, բայց սրտով ատել այն, կամ չես կարող սրտով ուզել մի բան, բայց միտքդ կարծի, որ դա սխալ է։ Ուստի սիրտը եւ միտքը պետք է հավասար լինեն։ Ինչն է, որ երբեք չես ների։ Երբ որևէ մեկը դավաճանում է քեզ, հատկապես երբ խոցում է քո վստահությունը, դա ամենացավոտ խաբեությունն է։ Քանի որ դու հավատացել ես նրան, վստահել ես, կարծել ես, որ կարող ես ապավինել։ Կարելի է ասել ամբողջովին քո հույսը նրա վրա էր դրել։ Իսկ հետո նա անում է մի բան, ինչը լիովին խախտում է քո վստահությունը։ Իսկ Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Կասեի շնորհակալություն։ Շնորհակալ եմ ամեն օրվա համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր հնարավորության համար, որ ունեմ։ Պարզապես շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ասել քեզ, որ շատ շնորհակալ եմ, որ դու մեր տանիքում ես, այսքան ազնիվ ու անկեղծ ես, ու ինձ պարգևեցիր այդ տոնը նորից երեխա լինելու, զարմանալու հնարքներից։ Շնորհակալ եմ, որ ընտրել ես Հայաստանը, սիրել ես հայերին։ Մենք քեզ միշտ սպասում ենք, մեր դռները միշտ բաց են, ու Հայաստանում իմացի, որ դու ունես ընկերների բանակ, ու Հայաստանը քո տունն է։ Մենք քեզ սիրում ենք։ Merci շատ։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։ Սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։ Musa Production